Փոքրիկ Պավելը համակ ուշադրությամբ հայրիկի մեդալներն ու շքանշաններն է զննում։ Էլ լայնաթև արծիվ, էլ խստահայաց պարոններ, առայժմ Պավելը գլխի ընկնել անգամ չի կարող, որ սա հայրիկի ծառայողական ուղու ողջ վաստակն է, որ այս պարգևներից յուրաքանչյուրը նվիրումի ու սիրո մի ամբողջ պատմություն է։ Մայոր Պետրոս Քուշքյանը զորամասի օպերատիվ բաժնի ավագ սպա է։ Զինվորականի մասնագիտությունը ընտրել է հոր օրինակին հետևելով։ 2005-ին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ծառայության է նշանակվել սահմանապահ զորամասերից մեկում եւ մասնագիտական կարիերան սկսել որպես հրետանային դիվիզիոնի ղեկավարման դասակի հրամանատար։ Դեռ պալանեգան տարիներից հայրս, հորեղբայրս նույնպես զինվորական էր։ Լսել եմ իրենց բանավեճերը մասնագիտական զինվորական գործի հետ կապված, ճիշտ է այդ ժամանակ չէի հասկանում զինվորականից ոչ մի բան, բայց գրավեց։ Հրամանատարության վստահությունը տարիների վաստակ է ենթադրում, իսկ որն է սպայական կարիերայում հաջողելու գրավականը։ Իմ ծառայության ընթացքում միշտ առաջնորդվել եմ արտադրության սկզբունքով, որպես օրինակ ունենալով իմ ծնողների օրինակը ծառայության ընթացքում եւ ծառայության մեջ հաջողությունների հետ կապված ինձ թվում է ամենամեծ որ դեր ունեցել է դա ռազմական ինստիտուտի ուսման տարիների ընթացքում ստացած փորձներ, ստացած մասնագիտական գիտելիքներն էր։ Զինվորական ծառայությունը համակարգային ինստիտուտ է, որտեղ առանց շղթայական համագործակցության հաջողության հասնել հնարավոր չէ։ Մայոր Քուշքյանը համոզված է, որ մեզնից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի այս մեծ համակարգի կենսունակության համար, եւ դա հստակ պատասխանատվություն է ենթադրում։ Սա է, որ պետք է ուղենիշ լինի յուրաքանչյուրիս համար։ Այս գիտակցումն է, որ պետք է մեր ամենօրյա գործունեության հիմքում լինի։ Առավել եւս հայրենիքի պաշտպանության գործում անձնային հարաբերություններում նախապատվություն պետք է տալ անանձնական արժեքներին, փոխադարձ հարգանքով ու միմյանց հանդեպ հոգատարությամբ։ Ահա այն, ինչ անհրաժեշտ է համակարգը կուռ պահելու համար։ Լավ վերաբերմունքը, հոգատար վերաբերմունքն է, որ ձևավորում է փոխադարձ հարգանք։ Հարգանքը բառերով չի, գործով է։ Պետք է գործով ցույց տաս քո վերաբերմունքը, քո հարգանքը ենթակայի նկատմամբ, որ նույնն էլ ստանաս։ Միայն մասնագիտական պատրաստվածությունը, միջանձնային հաջողված հարաբերությունները բավարար չեն իբրև սպա կայանալու համար։ Վստահեցնում է, ինչ որ բան թերի կլիներ, եթե չլիներ ընտանիքի, ծնողների ու սիրելի կնոջ աջակցությունը։ Եթե ընտանիքը կիսում է քեզ հետ քո գաղափարները, հայրենասիրության հետ կապված ավելի հեշտ է, ավելի ջուրին է հասնել արդյունքների։ Միշտ այն մտքով, որ շարունակությունը պետք է ունենամ, քանի որ 3 զավակ ունեմ, կսպասեմ այդ հույսով, որ 3-ից գոնե մեկը իր պապայի ուղին շարունակել։ Իսկ ծառայության մեջ մոտիվացիայի աղբյուր մշտապես եղել է հրամանատարության վերաբերմունքը, գնահատված լինելու զգացողությունը, որի պակասը երբեք չի զգացել։ Դե իսկ այս պահին բանակում իրականացվող մեծ ծավալի բարեփոխումներն էլ իրենց դերն ունեն։ Ինչու՞ չէ նաև շատ ուշադրություն է դարձվում զինվորականի բարեկեցությանը, որը քիչ նշանակություն չունի, քանի որ ապահովված զինծառայողը իր ծառայության ընթացքում մտածում է ծառայության մասին միայն։ Ատեստավորումը անցել եմ գերազանց գնահատականով եւ ի շնորհիվ դրա աշխատավարձ ամսական կազմում է 700,000 դրամ մոտ։ Մասնագիտական կարիերան կարելի է ստացված համարել։ Պարոն մայորը կարծում է, որ այս գործում հաջողում է նա, ով կարողանում է իր կերպարով գետ մեկին վարակել, ոգեշնչել ու ինքը մեծ ցանկություն ունի, որպեսի որդին էլ հետևի իր օրինակին։ Այնպես, ինչպես տարիներ առաջ ինքը համազգեստ հագավ ոգեշնչվելով իր հոր կերպարով։ Վստահ է, հայրենիքի պաշտպանությունն այսպես է մասնագիտությունից վերաճում գաղափարի։ Նաիրա Համբարձումյան, Արամ Սիմոնյան, Զինուժ։